հեռուստասերիալի հետ կապված շատ բաներ կա պատմելու, կփորձեմ կարճ լինեմ։ Նախ աշխատում եմ մարդկանց հետ, ում հետ աշխատել եմ, կարամ համարեմ, որ իմ ընտանիք նորից մուտք արեցի եւ դուրս եկա։ 2025 թվականի սեպտեմբեր ամսին հրավեր ստացա ATV-ի կողմից մասնակցելու Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում նկարահանվելու մեջ տատիկի դերակատարմամբ։ Կերպարի առաջարկը ստացել եմ կաստինգի միջոցով, մասնակցել եմ կաստինգի, որից հետո պրոբայի եմ եկել ու երկու կերպարի առաջարկ ա եղել, երկու կերպար եմ փորձել, որից հետո հաստատվել եմ հենց Հասմիկի կերպարում։ Իմ համար շատ կարևոր փուլեր ու պատասխանատվությունը իրականում շատ մեծ էր։ Քաստինգի ժամանակ ինձ ռեժիսորի կողմից հարց ա հնչել, թե ես պատրաստ եմ այս պատասխանատվությունը ինձ վրա վերցնել, թե չէ։ Ճիշտն ասած, սկզբում մտածում էի, որ պատրաստ չեմ ու չգիտեի ինչ պատասխան տայի, բայց հետո 2 օր անցավ ու հասկացա, որ ամեն դեպքում պետքա փորձել ու պետքա օգտվել այս հնարավորությունից։ Դե ես քաստինգի չեմ մասնակցել, հրավիրել են պրոբայի, երկարաժամկետ պրոյեկտով առաջին անգամ եմ աշխատել Քջոյի հետ, Քաջայրի նույն ինքը։ Ես իհարկե կաստինգին մասնակցել եմ, բայց կերպարի առաջարկությունը եղել է ֆիլմի նկարահանումները սկսվելուց մի փոքր անց, որովհետև իմ կերպարը ոնց որ ավելի ուշ պիտի մտներ սերիալի մեջ, որ ասեմ պատահական չէ, որովհետև նախ հետ 2 պրոյեկտ աշխատել եմ Ելենայի հետ, բայց այս թեմի հետ առաջ անգամ եմ աշխատում ու ասեմ, որ ես բոլորին շատ սիրեցի, լուրջ եմ ասում, սիրել եմ, ինչ ասեմ, Նարջան, հա։ Ես նվերն եմ «Ուրիշի ընտանիքը» սերիալի Ռոբը, առաջարկը ստացել եմ Ելենա Արշակյանից։ Ու կանչեցին, տենց քաստինգների, ես չէի պլանավորել, որ գնալու եմ, ու փոքրուց ես պլանավորել էի, որ բժիշկ եմ դառնալու, բայց հենց եկա ստեղ արդեն փոխվեց ու ասեցի, չէ, ես գալու եմ ստեղ ու շարունակելու եմ դերասանությամբ։ Նախ աշխատել եմ Քաջայրի հետ առաջի անգամ, ում հետ էլի շատ լավ ընկերական հարաբերությունների մեջ ենք, ում մասին կարամ ասեմ լավ բաներ, որովհետև կան մարդիկ, ում հետ աշխատում ես զուտ աշխատանքային ու հասկանում ես, որ այդ մարդը որպես գործ ա նայում, իսկ Քաջայրը իր աշխատանքին նայում է որպես օդի պես, այդտենց սիրում է իր աշխատանքը, նախ շփվում է մարդկանց հետ, շփվում է թե ընկերական, թե բացատրում է, թե հուզվում է այդ ամեն ինչը, երբ որ դու տեսնում ես, ավելի ես ոգևորվում։ Կարողանում ես բացել են լավագույնը, այն ինչ որ թաքնված, այն ինչ որ չենք էլ ուզում բաց թողնենք, դու, չգիտեմ, նեղացնելու գնով ես բացահայտում, թե եսի ինչ կախարդական բառեր գիտես, ասում ես եւ դերակատարներդ կարողանում են իրենցից դուրս մղելով գեղեցիկ տեսարաններ ստանալ։ Բոլորինը։ Կերպարից հետ կապված կարամ ասեմ, որ ինքը շատ նրբանկատ, ընտանիքին նվիրված, անձնազո, ամեն ինչ անում է, մոռանում է իր մասին ու անում է ամեն ինչ իր ընտանիքի համար, իր ընկերների համար։ Եվ այդպես սկսվեցին մեր աշխատանքները, որ իրապես ինձ համար շատ բազմաժանր եղան եւ շատ ինձ կոտրելով լիքը բաներ արեցի, որովհետեւ տատիկ խաղալը եւ մանավանդ այդպիսի դրամատիկ սյուժեի մեջ պահանջում էր մի քիչ ավելի խորիմաստություն, մի քիչ ավելի էմոցիաների, այնպիսի էմոցիաների, որոնք ճանաչելի չեն քեզ, այդպիսի էմոցիաների վերարտադրություն։ Հետաքրքիր էր կերպարս իմ համար, որովհետև առաջին անգամ խաղում էի բացասական կերպար, որը որ գնաց հասավ կուլմինացիայի։ Այդքան էլ բացասական չէր, բայց հետո ինչ-ինչ պատճառներով, իմ արդարացումներով, ինչու ոչ, ես փորձեցի արդարացնել բացասական կերպարը, բայց շատ վատ քայլեր էր անում։ Հանուն իր սիրո, հանուն Նորոյին հետ բերելու, բոլորի հանդեպ վատ քայլեր արեց, թշնամացավ ու վերջում տեսանք ինչ եղավ։ Միգուցե ձեր շրջապատում, եթե մարդիկ կան, որ անտրամադիր են լինում, կամ ինչ որ խնդիրներ կան, կամ փակ են,
թող չնեղանան այդ մարդկանցից, որովհետև միգուցե այդ մարդու կյանքում ինչ որ խնդիր կա, որ ինքը այդ կարգավիճակում է։ Խոսեք հետները, բացեք, ժպտացեք, մարդիկ կբացվեն, կպատմեն։ Իմ կերպարը հենց տենց էր, ինքը իրան պետք էր, որ ինքը բացվեր։ Որովհետև այս իմ առաջին փորձն էր ու մինչև ես կարելի է ասել ոչինչ փորձ չունեի։ Իմ փորձը կապված էր թատրոնի հետ, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ դասավորվեց։ Շատ հետաքրքիր նկարահանման process-ներ ընթացան։ Իմ համար միշտ հետաքրքիր են այդ նկարահանման process-ները։ Ես ամեն օր իմ համար մի հատ հետաքրքիր բան լինում է, ես իմ համար մի հատ հետաքրքիր բան գտնում եմ։ Հիշվող նկարահանման օրեր շատ են եղել են ուրախ օրեր, եղել են լարված իրավիճակներ։ Ես անձամբ նկարահանման տաղավարում կոնֆլիկտի ականատես նույնիսկ չեմ եղել, որովհետև ամեն ինչ հանգիստ, հարթ գնացել է, չհաշված ջղային ռեժիսորին ասելու եմ, սաղ ասելու եմ, հրաչ ջան, սկսում է պատմել էլի, մազերս էր մեր խնդիրը ու կոնֆլիկտը, ես չեմ սիրում հավաքած մազերով նկարահանվել, որտեղ ինձ թվում է ես տագեղ եմ դուրս գալիս այդպես, իսկ քջոն օպերատորը հաստատում է, իսկ քջոն ավելի շատ կողմ էր, որ մազերս հավաքած լիներ, որովհետև ասում էր քո դեմքը թափած մազերով ստերվայի դեմք չի։ Չեմ կարում հիշեմ, լուրջ չեմ կարում մտաբերեմ, բայց ռեժիսորի շնորհիվ կարողացանք հասնել մի հավասար զուգահեռության, որ նույնիսկ պարտներին, որին չես ճանաչում, հանդիպել ես նկարահանման հրապարակում, կարողանում ես իր հետ տեսարանը լիարժեքության հասցնել։ Շատ կոմֆորտնի է եղել ինձ հետ, շատ հարմարավետ է եղել Էդգարի հետ Գիթյան տեսարաններում խաղալը։ Խաղալկային առումով բոլորի հետ էլ հաճելի է եղել խաղալը, թե սկսնակ, թե ոչ սկսնակ կապ չունի։ Կառանձնացնեմ երևի փոքր քույրիկիս, ում հետ որ տեսարանները մաքսիմալ եւ որպես աղբեր եմ զգացել եւ իր մեջի ջիղը, ցանկությունը, չգիտեմ, տաղանդը կառանձնացնեմ պլյուս տատիկիս, պլյուս քույրիկներից բոլորին, բայց առանձնահատուկ շեշտեմ փոքր քույրիկիս։ Հաճելի էր Վահագի հետ, Էլադայի հետ։ Առաջին անգամ եմ խաղում Վահեի հետ, հիմնականում ինձ թվում է բոլոր կերպարների հետ էլ առաջին անգամ խաղացել, չկար այս պրոյեկտում կերպար, ում հետ խաղացել եմ մինչես։ Պարտներս Վահեն է եղել, կոմֆորտ պարտները շատ, մենք հանգիստ աշխատել ենք իրար հետ։ Ամենահեշտ ում հետ եղել է Մաշինյան Լիլիթի ու Ադրինեի հետ։ Իմ կարծիքով իմ հետ է մի քիչ բարդ եղել աշխատելը, բայց ինձ հասկացել են, ինձ սիրել են, ինձ ընդունել են այնպիսին, ինչպիսին որ ես կամ։ Պիտի հեռախոսը խոզարկման ժամանակ չէին մտել, չէ՞։ Ոստիկանների մոտ չի։ Հա։ Նորո ինչ որ մեկը միացրել է հեռախոսը։ Նոր ինձ մոտ ցույց էր տալիս, որ Հասմիկը օնլայն է։ Ինչ։ Ամենածանր տեսարաններ մի քանի հատ կային, որը նաև դու ինձ օգնեցիր, որ անցնեմ այդ տեսարաններով, դա կնոջս մահն էր կերպարով, Շուշանի մահը, երեխայի ծնունդից հետո ինչքան կարողացա դա խաղացի։ Ամեն օրն է ծանր տեսարան եղել, իմանալով որ լքված երեխաների հետ եմ ապրում եւ պատասխանատու եմ իրենց կյանքի համար, բայց էլի ծանր տեսարաններ են եղել, երբ որ դավաճանվեցի տղայիս կողմից եւ առողջական խնդիրներ եղան եւ կորցրեցի իմ երազանքները եւ պատասխան պետք է տայի թորներիս առաջ, հիմնականում երևի դեպի մահը տանող տեսարաններ եւ հենց Բաբկենի հետ տեսարանները, երբ որ հնարավորինս բազմապլան սրիկայություններն ինքը արեց իր երեխաների եւ իր ծնողի հանդեպ։ Տեսարաններ կան, որոնք որ անպայման որ նկատեք իմ էջում, ուրեմն այդ տեսարանները շատ եմ հավանել, այդ տեսարաններով ապրել եմ ու իմ մեջ հետք են թողել։ Ամենադժվար տեսարանը եղել է, երբ որ արդեն իմացել եմ, որ Ալինայի քույրը Արևն է։
ամենածանր տեսարաններն էր, որ Ալինան իմանում է, որ իր տատիկը մահացել է ու ես ուղղակի ինձնից անկախ սկսեցի լացել տեսարանի մեջ։ Ունեցել եմ ծանր տեսարաններ, որ շատ եմ վախեցել կկարողանամ խաղամ թե չէ, հիմնականում վերջին սերիաների հետ է կապված։ Քույրս է իմանում, որ ես իր եղբայրը չեմ, այլ հորեղբայրն եմ։ Դա էլ էր ծանր տեսարան։ Բայց ի զարմանս ինձ ստացվեց իմ մոտ խաղալը, որովհետև իրոք շատ էի լարվում։ Դրանից առաջ, երբ որ ես սցենարը կարդացել էի ու տեսել էի, որ այս տեսարանը պետք է գա, մտածում էի, որ կարող է պահի տակ չստացվի իմ մոտ, որովհետև ինքը իրոք բարդ տեսարան էր։ Ծանր ասելով, սենց ողբերգական չէր, բայց հոգեպես ինքը ծանր էր։ Այդ ամեն ինչը ներկայացնել, որ հանկարծ հերոստատիտողը ֆալշ չզգա, որ հասկանա, որ այս մարդը իրոք անցնում է այս ամեն ինչի միջով։ Բայց ամենաբարդ տեսարաններից իմ համար եղել է, երբ որ ես բարից խմած դուրս եմ եկել ու նորոյին սեր եմ խոստովանել ու փորձել եմ արդարացնել իմ քայլերը, ինչի համար այդպես արեցի, ինչու թշնամացա բոլորի հետ ու Շատ դժվար եմ խաղացել տղայիս հետ, տեսարանները թող չնեղանա, Բաբկենի դերակատարի ինձնից դժվարությամբ եմ կարողացել խաղալ եւ տեսարանը մի կերպ եմ կարողացել ինձ տիրապետեմ չծիծաղամ, ուսում եմ այդ չեն նկատել մարդիկ, բայց եղել է երևի պապայի հետ կապված մի քանի տենց որ հիշում եմ ինչ որ դրվագներ բաներ, որ չգիտեմ այդ մեր շփումը հերու տղա շատ հետաքրքիր էր ստացվում ու կար այնտեղ բաներ, որ խաղարկային առումով որ անում էր ու ես այդտեղ մի կերպ էի ինձ կարողանում տիրապետել, էլի։ Վիկայի հետ էի առաջին անգամ խաղում։ Հարաբերությունները շարունակվում է Վիկայի հետ նկարահանման տաղավարից դուրս։ Ասում է, որ դուրս տեսնում, ասում եմ պլաշյատկայի քուրիկն է։ Մի անգամ տեսարան են նկարում, Վիկան հեռախոսով խոսում է Արևի հետ, պիտի ասի իմ քուրիկ։ Ասում է, հա քուրս։ Շատ հետաքրքիր է եղել Վիկայի հետ խաղալը։ Նու չենք կռվել իրար հետ, բայց իրար այդքան լավ էլ չենք հասկացել, հետագայում արդեն շատ ենք մոտիկացել իրար հետ։ Երբ որ կերպար եմ խաղում ու կերպարս երեխա է ունենում, ես աշխատում եմ այդ դերասանի հետ, այնց հարաբերություններ ստեղծեմ, ոնց որ ես իմ երեխեքի հետ, այսինքն ես ընդունում եմ իրանց որպես իմ երեխա, այսինքն 100%-ով, ոնց ես իմ երեխեքի հետ կշփվեմ, կխոսեմ, իմ հարաբերությունների իմ երեխեքի հետ, այդ նույն ձևի այդ կերպարի հետ եմ աշխատում ու Նարեն բացառություն չէր։ Չգիտեմ ինչից է, բայց ամեն անգամ որ ես սկզբից չէի գալիս օրվա նկարահանման, կեսից էի գալիս, միշտ ես գալիս էի հաց ուտելու ժամանակ, ոնց որ ես տեղից անուն ունեմ, որ ես պետք է հաց ուտելու ժամանակ գամ, տենց օր չի եղել, որ ես ուրիշ ժամի գամ։ Այսինքն մտածել եմ, որ ուղղակի ախտորն Հիմա որ մեկն է իր հարազատը։ Բայց հետաքրքիր տեսարաններ շատ եմ ունեցել։ Ունեցել եմ առաջին անգամ ֆիլմում առաջին համբույր։ Այդ իմ համար նորություն էր, հետաքրքիր էր, ես երբեք չէի փորձել, բայց համբույր փորձել էի, բայց ֆիլմում չէի փորձել։ Դա էլ մեր ռեժիսորի կամքն էր։ Հիմա էլ եմ ասում լավ էր անում, ինչ անում էր Էլիզը սկզբից։ Նկարահանման ընթացքի հետ կապված կարամ ասեմ, որ շատ լավ անցել նկարահանումները, շատ ջեր միջավայրում, ծանոթացել եմ լիքը նոր մարդկանց հետ, ում հետ ընկերացել եմ, ում հետ հույս ունեմ, որ կապի մեջ կլինեմ, մեր շփումը կարճ չի լինի, 6 ամիս չլինի եւ կլինի մինչեւ կյանքի վերջ։ Սենց ասեմ, ես այս կերպարին սիրեցի։ Այս պրոյեկտը ինձ տվել է շատ մեծ նոր հնարավորություններ, ճանաչում, հայտնիություն, որովհետև առաջինն էր գլխավոր դերով ու այս էմփուլն է, որ ինչ է լինի, մեկը չի մոռացվի։ Այդպես ուրախ էի շատ աշխատել եւ նկարահանող խմբից եւ Անուշիկից ես իրեն շատ եմ սիրում, ասելու էի այս անգամ, որովհետև շատ շուտվանից եմ իր հետ։ Չնայած բոլորի հետ շուտվանից եմ աշխատում, շնորհակալ եմ բոլորիդ, հաճելի է շատ բոլորիդ հետ աշխատել։